Աստված ասաց. Օրեր են գալիս, երբ նոր ուխտ կկապեմ Իսրայելի ժողովրդի, Հուդայի ժողովրդի հետ։ Եկեք Ղուկասի 22-րդ գլխում քննենք նոր ուխտի հայտնության մասին։ Եկեք ընթերցենք 22-րդ գլխի 7-րդ խոսքը։ Եվ եկավ բաղարջակերած տոնը, երբ պետք էր զատկական գառը մորթել։ Հիսուսը Պետրոսին Հովհաննեսին ուղարկեց ու ասաց. Գնացեք, մեզ համար զատկական ընթրիքը պատրաստեք, որ ուտենք։ Հիսուսն իր աշակերտներին ասաց մի շատ կարևոր բան, որի մասին ուրիշ ոչ ոք չգիտեր։ Նա էլ ասաց նրանց. Ահա երբ քաղաք մտնեք, ձեզ մի մարդ կպատահի, որ ջրի կուժ է տանում։ Գնացեք նրա հետից այն տունը, ուր ինքը կմտնի։ Եվ տանտիրոջն ասեք, վարդապետը քեզ ասում է, որտեղ է այն օդանը, ուր ես իմ աշակերտների հետ զատկական ընթրիքը պիտի ուտեմ։ Եվ նա ձեզ հարդարված մի մեծ վերնատուն ցույց կտա։ Այնտեղ էլ կպատրաստեք։ Նրանք գնացին, գտան, ինչպես որ իրենց ասել էր, ու զատկական ընթրիքը պատրաստեցին։ Երբ ժամը հասավ, նա սեղան նստեց, 12 առաքյալներն էլ նրա հետ։ Նրանց ասաց. Ինչ ասաց նա. Շատ ցանկացա իմ չարչարվելուց առաջ այս զատկական ընթրիքը ձեզ հետ ուտել։ Անշուշտ, Արարիչը պատճառ ուներ սա այդքան ջերմեռանդորեն ցանկանալու համար։ Ով կփափագի մի բան, որն անարժեք է ու աննշան, այն էլ առանց որևէ պատճառի։ Միթե շատ ցանկացա արտահայտությունը ցույց չի տալիս, թե որքան ջերմ էր նրա փափագը։ Ահա թե ինչու Ղուկասի 22-րդ գլխում Հիսուսն ասաց. Շատ ցանկացա ուտել այս զատիկը։ Եկեք անցնենք 19-րդ համարին։ Եվ հացը վերցնելով գոհություն հայտնեց, կտրեց ու նրանց տվեց ասաց. Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է տրվում։ Այս արեք ի հիշատակ ինձ։ Նույն կերպ էլ ընթրիքից հետո բաժակը վերցրեց ու ասաց. Այս բաժակը, ինչ է այն, նոր ուխտն է իմ արյունով, որ ում համար, ձեզ համար է թափվում։ Նախքան Հիսուսի կողմից այս խոսքի ասվելը, մոտ 700 տարի առաջ, Երեմիա մարգարեն մարգարեացել էր նոր ուխտի ճշմարտության մասին։ Աստված կանխասացել էր, որ այդպիսի թանկարժեք բան պիտի հայտնվի 700 տարի անց։ Սակայն, քանի որ այն այդքան թանկարժեք է, ինչ է անում Սատանան։ Նա խլում է այն։ Ենթադրենք, մի գող է ներխուժում ձեր տուն, այնտեղ դրված է թանկարժեք գորյոսելադոն, ապուրի մի սովորական աման։ Գողը, որը կգողանար։ Նա ամանի վրա հայացք անգամ չեր գցի։ Նա կգողանար ամենաթանկարժեքը։ Խաչվելուց առաջ Հիսուսը մեզ շնորհեց նոր ուխտը։ Այստեղ ներառված են ճշմարտության բոլոր համակարգերը, ինչպիսիք են զատիկը, շաբաթ օրը, 7 տոն 3 ժամանակներում, ձեր կրած գլխի ծածկոցը, մկրտությունը։ Ամեն ինչ արժեքավոր է։ Ամեն ինչ հաստատվել է մեզ օրհնություններ տալու համար։ Սա վերաբերում է նա քարոզչությանը աղոթքին։ Այսպիսով, նոր ուխտի մեջ ամեն բան, լինի դա մեծ, թե փոքր, արժեքավոր է համարվում։ Ճշմարտության յուրաքանչյուր ուսմունք հսկայական նշանակություն ունի։